Հարևցես, Հայաստան ցայնասպյուրի հadouk հաղորդումն է եւ մեր այսօրվա հաղորդումով պիտի փորձենք հասկանալ ուրեմն խաղաղության պայմանակիր գոչված փաստաթուղթի էությունը եւ այդ մասին զանազան գործիքները այսօր մենք որպես հյուր ունենք Աննա Կոստանյան քաղաքական գործիչ, ազգային ժողովի նախկին պատգամավոր, որ հստակ գեցված ունի այս համաձայնագրի մասին, բարև ձեզ Աննա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրեմ, մենք շնորհակալ ենք, որ ընդունեցիք հրավերը։ Աննա, ուրեմն Նիկոլ Փաշինյան վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի բոլոր պայմանները ընդունած է վերջին հաշվով երկու գետ կար, որոնց մասին անհամաձայնություն կար, բայց Հայաստան այդ երկու վերջին գետերը եւս ընդունեց, այդ երկու գետերը մեկը հայկական կողմի ներկայացուցած միջազգային ադյաններու ներկայացուցած իրավական հայցերն էին, որոնք ետ քաշվին ըստ համաձայնագրի, եւ երկրորդը սահմանային շրջաններեն օդար ուժերու կամ չեմ գիտեր բաներու, թիդորտներու եւ այլնի ուժերեն բարբերն է այդ շրջանները։ Այսպեսով բանակցությունները ավարտեցան, բայց անմիջապես տեսանք, որ Ադրբեջան նոր ոչ թե նոր պայմաններ, արդեն ըսված պայմաններ, լսված պայմաններ ավելցուց եւ այսօր կտեսնենք, որ արտաքին գործոս նախարարը գահայտարարե, որ ինքը գմերժե բանակցել այդ մյուս նյութերու մասին։ Ուրեմն գխոսենք այդ նոր հայտարարված պայմաններու մասին Ադրբեջանի կողմէ, ինչ կմտածեք նախ այս համաձայնագրի մասին եւ այս համաձայնագրի արժեքի մասին, ինչ արժեք ունի այսպիսի մեկ համաձայնագիր։ Իրականում այս համաձայնագիրը ոչ մի հույս չի կարող ներշնչել հայ ժողովրդին եւ ի սկզբանե էլ հույս չէր կարող ներշնչել, որովհետեւ պարզ էր Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները եւ Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները որևէ կերպ չէին արտահայտելու հայկական շահը եւ հնարավորինս պիտի ներառեին եւ ներառում են հակահայկական տարրեր, հայկական կորուստներ, ինչը որ փաստացի այսօր մենք տեսնում ենք։ Օրվա իշխանության կողմից տևական ժամանակ ռոպագանդա է տարվում խաղաղության օրակարգի շուրջ, ինչն իրականում բոլորովին ֆեյք օրակարգ է։ Ինչու է ֆեյք, որովհետև այդ խաղաղասիրական օրակարգը փաստացի տարվում է միայն Հայաստանի Հանրապետության դեֆակտո վարչապետի կողմից, մինչդեռ Ադրբեջանի կողմից համահավասար կամ գոնե Հայաստանի հռետորաբանությանը մոտ ուղերձներ չեն հնչեցվում։ Հակառակը մենք տեսնում ենք, որ օր-օրի ավելի ագրեսիվ եւ ավելի պահանջատիրական է դառնում Բաքվի կողմից հնչող հայտարարությունները եւ ամենաբարձր մակարդակով, այսինքն նախագահի կողմից։ Եվ շարունակել այս ֆեյք խաղաղասիրական օրակարգով սնուցել հայ հասարակությանը, որ ահա խաղաղությունը մոտ է, պարզապես համարում եմ հակապետական, հակաազգային քայլ։ Ինչ վերաբերում է երկու վերջին, այսպես կոչված համաձայնեցված կետերին, Այսպեսի ընդհանրապես մտայնություն կա, որ եթե իսկապես այդ երկու կետերը այնպիսի կետեր էին, որոնց Հայաստանը այսօր համաձայնեց, ապա ինչու ավելի վաղ այդ կետերին չէին համաձայնում։ Եթե այդ կետերը այդքան լավն էին եւ արտահայտում են հայկական շահը, ապա ի սկզբանե կարելի էր այդ կետերին համաձայնել եւ ավելի մոտեցնել խաղաղության ստորագրման օրը, այսպես ասած։ Սակայն պարզ է, որ Հայաստանի կողմից եւ Հայաստանի իշխանության կողմից տարվում է ավելի շատ միջազգային հանրությանը ուղղված, այսպես առերևույթ խաղաղության միտված ուղերձներ, այսինքն ցույց է տալիս միջազգային հանրությանը Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ ինքը տրամադրված է միտված է այդ պայմանագրի ստորագրմանը, սակայն շատ լավ իրենք էլ կարծում եմ հասկանում են, որ նույն նպատակը չի հետապնդում Ադրբեջանը։ Եվ քանի որ հավանականությունը
Եթե գներեք որ ընդմիջեմ, Իհարկե։ խոսեցաք միջազգային հարության մասին եւ վարչապետի այս փորձերուն, որ միջազգային հարությունը դեսնե, որ Հայաստան կփորձե խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Ինչու այս փութկոդությունը Հայաստանի կողմէ ինչ կփորձե անել ծեր գարդիկով կամ համենայնտեպս ընդհանրապես Հայաստանի մեջ ինչպես կդեսնեն այս փորձերը։ Եթե այսպես ժամանակագրությամբ վերլուծենք օրվա իշխանության արած քայլերը, ապա տեսնում ենք, որ պարզապես այս հայտարարությունների միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետությանը եւ համամիջազգային հանրությանը ցույց տալ, որ խաղաղության օրակարգ են հետապնդում եւ ոչ մի ագրեսիվ օրակարգ չունեն, ոչ մի ագրեսիվ տրամադրվածություն չունեն, սակայն նորից եմ կրկնում, շատ լավ հասկանալով, որ դրանք միայն առերևույթ են, որտեղ Բաքվի կողմից հնչող ուրեմն հայտարարությունները ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում։ Ինչու է սա արվում, կարծում եմ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխարհաքաղաքական խառը զարգացումների ֆոնին տեսնում է, որ փաստորեն Հայաստանը որպես այդպիսին չունի աջակիցներ, երբեմնի ռազմավարական դաշնակիցը կարելի ասել ձեռքերը լվացել է, որովհետև ամեն հնարավոր ու անհնար միջոցներով այդ հարաբերությունները փչացվել են։ Ամերիկայում վարչակարգ փոխվեց եւ բոլորովին անհասկանալի է ինչ կարելի է ակնկալել այսօրվա վարչակարգից, չնայած որոշակի դրական ազդակներ կան հենց խաղաղության պայմանագրի կնքման մասով, սակայն սա էլ երաշխիք չի կարող հանդիսանալ, որովհետև գերտերությունները յուրաքանչյուրն առաջնորդվում է իր պետության, իր երկրի ազգային շահով եւ բոլորովին մեկ է իրենց համար արդյոք Հայաստանը խաղաղության կգնա Ադրբեջանի հետ թե չէ։ Այստեղ ավելի շատ գլոբալ կամ տարածաշրջանային հետաքրքրություններ են եւ դատելով ուրեմն Թրամփի վարչակարգի կողմից եկող ազդակներից տեսնում ենք առնվազն կա հետաքրքրություն, որպեսզի տարածաշրջանը հերթական ձևով պատերազմական իրավիճակի մեջ չներքաշվի։ Իրենց ռուս-ուկրաինական պատերազմն էլ բավականին է եւ քանի որ նոր են եկել ու հենց այդ խոստումներով են եկել, իրենց թիվ 1 ուրեմն հարցը պիտի լինի այդ պատերազմին օր առաջ օր առաջ ավարտելը։ Իսկ Հայաստանի մասով առնվազն կարող են մի փոքր հետաքրքրություն ցուցաբերել, շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանի հետևում կանգնած Թուրքիան որոշակի ուղղորդ ներողություն եմ խնդրում, որոշակի ուղղորդումներ է անում եւ պարզապես Թուրքիայի հետաքրքրությունը այս հարցում կանում է նրանում, որ աշխարհաքաղաքական վերադասավորումներում իր, այսպես ասած, մեծ փայաբաժինը պիտի ձգտի այդ վերադասավորումներից քաղել։ Տևական ժամանակ հնարավոր է որոշակի զսպվածություն ցուցաբերի, որովհետև տեսանք, որ անվտանգության մասով Թրամփի գլխավոր խորհրդականը անմիջապես գնացել էր Բաքու, սա առնվազն մեզ հուշում է, որ հնարավոր է ուղերձներ կան առայժմ զսպվածություն ցուցաբերելու, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը հակված չէ։ Այո, եթե թույլ կտաք, ուրիշ հարց կուզեի ուղղել ցեզի, որ շատ մեծ կարևորություն ունի իրականության մեջ այս միջազգային խաղի մեջ, Ռուսաստանի թերագադարությունը եւ Ռուսաստանի գեցվածքը քիչ առաջ կսեիք, որ բոլոր ծևերով Հայաստանի իշխանությունները վատ տարածուցին այս հարաբերությունները Ռուսաստանի հետ, հավանաբար ոչ միայն, որովհետև Ռուսաստանի շահերը եւս մեծ թերագադարություն ունին այստեղ, համենայնտեպս առաջնահերթ թասված շահերը, բայց ինչ կուզե Ռուսաստան անել դարաձաշրջանի մեջ, ինչ է ըստ ցեզի Ռուսաստանի վերջնական նպատակը գարջաժամկետ չսեմ, բայց միջին ժամկետով եւ ավելի երկար ժամկետով ինչպես կտեսնեք Ռուսաստանի ոչ թե թերագադարությունը, բայց նպատակը, թե ինչ կուզե անել հարավային Կովկասի մեջ, կուզե իսկապես Ռուսաստան, որ Հայաստան ինա Թուրքիո ջիժաններու մեջ։
Այստեղ Ռուսաստանի նպատակներից խոսելու ընթացքում պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում առնվազն պիտի ցանկանա իր դիրքերը չզիջել եւ իր ազդեցությունը չթուլացնել, որը տասնյակ տարիներ իհարկե անում էր գլխավորապես Հայաստանի Հանրապետության միջոցով եւ քանի որ այս պահին Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները մեղմ ասած լավ վիճակում չեն, բնականաբար այս հարցով նաև նկատի ունենալով երկրորդ կետում Ադրբեջանի հետ օրակարգը, որի հետևում նորից կանգնած է Թուրքիան, տարածաշրջանում իր ազդեցությունների մասով կարծում եմ նաև հաշվի պիտի առնի Թուրքիայի կեցվածքը եւ Թուրքիայի դիրքորոշումները։ Չեմ կարծում, թե այս երկու պետությունները իրար հետ ցանկություն կունենան Հայաստանի Հանրապետության համար կամ պատճառով գնալ կոնֆրոնտացիայի, սակայն Հայաստանը իրենց մեծ ավելի շահերի համատեքստում կարող է որպես մանրադրամ ծառայել, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ առնվազն չկարողանա երկխոսության դուրս գալ։ Իսկ երկխոսության դուրս գալու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արժանապատիվ եւ բավարար կեցվածք ունեցող բանակցող, որը այս պահին ցավոք սրտի չունենք եւ չեմ տեսնում թե կկարողանա։ Սակայն Հայաստանը նաեւ Հայաստանի փաստացի այս պահին վարչապետի աթոռը զբաղեցնողը շատ լավ հասկանալով, որ Ամերիկայում իրողությունների փոփոխությունից հետո, նաև Թրամփի հայտարարություններից հետո ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ավարտելու հնարավոր է որ այնուամենայնիվ Ամերիկան եւ Ռուսաստանը կարողանան համաձայնության գալ եւ այս դեպքում Հայաստանը միևնույն է շահող չի լինելու, քանի որ Ռուսաստանի դիրքերը ավելի կամրապնդվեն եւ Ռուսաստանի հետ ավելի դժվար կլինի բանակցել, նա շտապեց այդ համաձայնեցված կետերի մասին անմիջապես տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, փորձելով այսպես փրփուրներից կարճելով ազդակներ ուղղել, որ Հայաստանը ամեն դեպքում հաշվի է նստում։ Ինչպիսի արձագանք կտա Ռուսաստանը, այս պահին դժվար է գուշակել։ Շատ կարճ, եթե կարելի է, որովհետև մեր ժամանակը իսկապես այս անգամ շատ կարճ է, կհուսամ, որ հաջորդիվ ավելի երկար կգնանք հարցազրույցը։ Շատ լավ։ Աննա, ուրեմն ես ուզեի կարճ անդրադառնալ նաև ներքին քաղաքականության Հայաստանի, եթե բադահի, որ այս երկու կողմերը համաձայնին այս խաղաղության պայմանագիրը սված տեքստի շուրջ, եւ եթե սահմանադրությունը փոխելու համար հանրակրվե գազագերբի, կգարձեք, որ հնարավորություն կա, որ ժողովուրդը քվեարկե սահմանադրության փոփոխության այդ առումով, եւ որբեսի Նիկոլ Փաշինյանի խաղաղության առաջարկը ընդունվի ժողովրդի կողմից։ Ես կարծում եմ, որ չի ստացվի սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել, եթե իհարկե իշխանությունը չգնա կատեգորիկ այնպիսի քայլերի, որպիսի թեկուզ կեղծիքների միջոցով իր ուզած արդյունքը գրանցի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այսօր հասարակությունը որքան էլ պառակտված, շատ լավ հասկանում եմ, որ այդ խաղաղության փաստաթուղթը Հայաստանի համար լավագույն շահը չի ներկայացնում, եւ սահմանադրության փոփոխությունն էլ բնականաբար առաջին հերթին ոչ թե հայերի շահերից է բխում, այլ Ադրբեջանի պահանջներից։ Հետևաբար, եթե այսպես կարճ չեմ կարծում, որ կհաջողեն, եթե իհարկե չգնան այնպիսի կեղծիքների, որպիսի ստանան իրենց համար ցանկալի արդյունքը։ Ընդհանրապես ինչ գաղափար կդիրի այսօր ժողովրդի մեջ, ցեր շրջաբադի մեջ ամենայնտեպս այս մասին։ Շատ բազմազան են տրամադրությունները, կարծիքները, մարդիկ, այսպես եթե ընդհանրական ասենք, մոլորության մեջ են, որովհետև շատ տարբեր պրոպագանդաներ են գնում, շատ տարբեր զանգվածային լրատվամիջոցներով ոչ հստակ ինֆորմացիաներ են տրվում։ Մի բան շատ պարզ է, որ նաև
դատելով տարբեր սոցիոլոգիական հարցումներից, այսօրվա իշխանությունը չունի այն վարկանիշը, ինչ ուներ կես տարի առաջ, 1 տարի առաջ կամ դրանից ավելի առաջ։ Հետևաբար, կարծում եմ այնուամենայնիվ որևէ վերջնական քայլ անելը հաստատ, եթե իհարկե դա չբխի Հայաստանի Հանրապետության ազգային շահերից, դա մեծ ըմբոստության առիթ է հանդիսանալու Հայաստանում։ Նորից կրկնեմ, որքան էլ որ այսպես շատ տարբեր են կարծիքները եւ երբեմն կարող է թվալ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները անտարբեր կամ հուսալքված են դարձել։ Շնորհակալություն։ Գհիշեցնեմ, որ մենք խոսեցանք Աննա Կոստանյանի հետ, քաղաքական գործիչ եւ ազգային ժողովի նախկին պատգամավոր խաղաղության պայմանագրի մասին իր դիրքորոշման շուրջ։